Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին։ Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում եւ ժողովրդականություն են վայելում։ Իսկ դարավոր պատմություն եւ մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ։ Դելոնն ընդգծել է, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն նրա մշակույթի, պատմության նկատմամբ եւ հստակ դիրքորոշում 1915 թվականի հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում։ Նա նշել է, որ հետաքրքրությամբ է հետևել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի հետ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ ամիս առաջ կայացած հանդիպմանը, իսկ անցյալ տարի նաեւ Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան։ Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Երևանում ցուցադրվելիք շնորհավոր ամանոր մայրեր ֆիլմով, նշելով, որ հայերի, ինչպես եւ միջերկրածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, եւ եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին ֆիլմը նվիրել են մայրիկներին, ուրեմն այն իր կարծիքով արժեքների հավերժության մասին է, իսկ թեման բոլոր ժամանակներում եւ բոլոր սերունդների համար մշտապես արդիական։ Ալեն Դելոնն նշել է, որ չնայած այդ լիրիկական կատակերգության մեջ փոքր մասնակցությանը, ինքն էլ մեծագույն սիրով է խաղացել իր դերը եւ անչափ ուրախ է Հայաստան այցի համար, որտեղ իրեն հաճելիորեն զարմացրել է իր այդքան ճանաչված եւ սիրված լինելը։ Նշանավոր դերասանը սիրով ընդունել է նախագահ Սարգսյանի հրավերը կրկին այցելել Հայաստան եւ ավելի հանգամանորեն ծանոթանալ մեր երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից։ Լրագրողներն այսօր խնդրել են հիշել Անրի Վերնոյի հետ Դելոնի աշխատանքային փորձի մասին, դերասանը նշել է Վերնոյի իսկական անուն-ազգանունը Աշոտ Մալաքյան, ապա հայտնել, որ նրա ֆիլմերում խաղացած իր դերերը մեծ ազդեցություն են ունեցել իր կարիերայի վրա։ Մայրերին նվիրված ֆիլմի ու նրա անթաքույց ապրումների մասին խոսելիս Դելոնն ասել է, որ իր կյանքում չի եղել մի օր, որ չմտածի մոր մասին։ Եթե շնորհք ունեմ, ապա մորիցս է, եթե լավ արտաքին ունեմ, էլի մորիցս է, շեշտել է դերասանը։ Իդեպ, շնորհավոր ամանոր մայրեր կինոալմանախի 5 մասերից մեկի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, վերջին շրջանի ռուսաստանյան ամենաեկամտաբեր ֆիլմերի ռեժիսորը։ Անթակույց հիացմունք, սեր ու բուռն ծափահարություններ Ալեն Դելոնի կյանքում շատ են եղել։ Ֆրանսիական կինոյի 77-ամյա աստղը, ով այսօր էլ համարվում է մոլորակի ամենագերող տղամարդկանցից մեկը, Երևանում անակնկալի է եկել ու հիմա էլ զարմանում է, թե ինչու իր վաղեմի բարեկամ Շարլ Ազնավուրը երբևէ չի ասել, թե որքան են իրեն սիրում Հայաստանում։ Շնորհավոր ամանոր մայրեր ֆիլմի ստեղծագործական կազմի հետ Դելոնը վաղ առավոտյան ժամանել է Հայաստան ու վաղ առավոտյան էլ մեկնելու է Մոսկվա, որտեղ վաղը ֆիլմի մոսկովյան պրեմիերան է։ 5 նովելներից բաղկացած ֆիլմը սիրո ձոներք է բոլոր մայրերին, եւ պրոդյուսերներ Սարիկ ու Ղևոնդ Անդրեասյանները Վալերի Սահարյանը փաստում են, ցինիզմի այսօրվա գերիշխանության պայմաններում այս ֆիլմը շատ կարևոր ուղերձուն է։ Դելոնը ֆիլմում խաղում է հենց Դելոնին, բայց մայրերին սիրո խոստովանության այս կերպն այնքան է հուզել նրան, որ հրաժարվել է հոնորարից ու խաղացել պարզապես հոգու համար։ Ինքն էլ ուղերձ ունի իր մայրիկին։ 16 տարի առաջ կորցրեցի մայրիկիս ու չկա օր, որ չմտածեմ նրա մասին։ Եթե այսօր կենթանի լիներ, նրան նվերներ չէի տա, այլ ընդամենը կողքին կլինեի ու կտայի այն սերը, որին արժանի էր։ Հիմա ցույց կտամ մի բան, որ նվիրել է մայրս ու ասել, երբեք չբաժանվես։ Իր ստեղծագործական ճանապարհը Դելոնը սկսել է կինոյի հանճարների Լուկինո Վիսկոնտիի, Միքելանջելո Անտոնիոնիի հետ։ Նրա առաջին ռեժիսորներից եւ ընկերներից էր նաեւ Անրի Վերնոյը, ում Մեղեդի ներքնահարկում եւ Սիցիլիացիների կլանը ֆիլմերը ակնթարթորեն մեծ ճանաչում բերեցին արտիստին։ Վերնոյին նա սիրում եւ հիշում է Աշոտ Մալաքյան անունով։ Աշոտ Մալաքյանը այո, նա շատ կարևոր դեր խաղաց իմ արտիստական կարիերայում։ Առաջին ֆիլմերիցս մեկն էր ու խաղացի Ժան Գաբենի հետ։ Վերնոյն իսկապես շատ կարևոր էր ինձ համար։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ռոզանովան ֆիլմում խաղում է գավառում ապրող ֆրանսերենի ուսուցչուհու, ով ամբողջ կյանքում երազել է Փարիզի ու Դելոնի մասին, եւ որտու անակնկալի շնորհիվ ի վերջո Փարիզում հանդիպում է իր երազանքի տղամարդուն։ Մեծ արտիստի հետ աշխատանքը երազային է որակում։ Հիմա արդեն ոչինչ չեմ հիշում նկարահանման հրապարակից, ամեն ինչ այնքան վառ էր ու զարմանալի, որ ասես հեքիաթ լիներ։ Միայն հիշում եմ, որ երբ նրան ասացին, որ պետք է գրիմ անի, պատասխանեց. ես 33 տարեկանում մոլորակի ամենագեղեցիկ տղամարդն էի, եւ հիմա էլ այն եմ, ինչ կամ։
Կինոյում արդեն եզակի դերեր կարող են ինձ հետաքրքրել, խոստովանում է կինոաստղը։ Հաջորդ տարի դստեր 22-ամյա Աննայի հետ խաղալու է թատրոնում։ Ավելի երջանիկ բան չեմ կարող պատկերացնել, ասում է, իսկ երջանիկ է թե ոչ հարցին դժկամորեն, բայց անկեղծ է պատասխանում։ Շատ անձնական հարց է, ես ամեն ինչ ունեցել եմ, ամեն ինչ ապրել եմ, իսկ հիմա սիրո կարիք ունեմ։ Մեկ րոպեն Փարիզում շատ արագ է անցնում, փաստում է դերասանը, բայց Երևանում էլ րոպեները չի հաշվում։ Երևանին ու հայ երկրպագուներին հրաժեշտ է տալիս ամանորյա մաղթանքով. «Սիրեք ու սիրված եղեք»։ Դա է երջանկությունը։ Նոնե Ալեքսանյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը հյուրընկալվել է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրին ներկայացրել է Հայաստանի այց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Մայրաթորի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձել հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը։ Ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնել նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար։ Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայրաթորի թանգարաններ եւ ծանոթացել հայ ժողովրդի ազգային հոգեվոր գանձերին։